Եվրոպացի քաղաքական գործիչները Հայաստանի խորհրդարանում պայթեցնում են Հայաստանն իբրև ժողովրդավարության բաստիոն հռչակած փաշինյանական միֆը։ Այսօր Երևանյան Եվրանեստի ժամանակ Եվրոպական խորհրդարանի падգամավորն է իր ելույթում ամոթանք տվել իշխանականներին իրենց կարծիքն արտահայտող մարդկանց հետապնդելու համար։ Ժողովրդավարական երկրներում մարդիկ չպետք է հետապնդվեն սոցիալական ցանցերում գրառումների համար։ Եթե Հայաստանն իրեն համարում է Եվրամիությանն անդամակցելու թեկնածու, ապա պետք է ուշադիր լինի նման հարցերին։ Նախ բանտ ուղարկենք, հետո կհասկանանք ինչ է եղել։ Այսպես են առաջնորդվում Հայաստանում իսպանացի падգամավորի տպավորությամբ։ Չեմ եկել ձեզ դատելու, բայց 20, 30, 40 ոստիկանով մարդկանց ձերբակալելն արդեն խնդիր է։ Եթե դա արվեր օրինակ կաշառքի համար, նորմալ կլիներ, բայց երբ այդպես են անում մարդու արտահայտած կարծիքի համար, խորհուրդ կտամ զգույշ լինել։ Մենք ամեն ինչ տեսնում ենք։ Հայաստանի իշխանականներին մեղադրող իսպանացուն միացել է նաև գերմանացի падգամավոր Սերգեյ Լագոդինսկին։ Նա դիմելով Հայաստանի ընդդիմադիր падգամավորներին վստահեցրել է, որ իրենք ամեն ինչից տեղյակ են։ Ընդդիմադիր падգամավորներն էին բարձրաձայնել Հայաստանի բանտերում ավելի քան 40 քաղբանտարկյալ կա։ Մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ ավելի քան 40 քաղբանտարկյալ կա։ Ես զարմացած եմ, որ այս մասին զեկույցում չկար։ Ճիշտ էր տվել նաև ոստիկանության դաժանությունների մասին։ Սա նույնիսկ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում է եղել։ Հայաստանում դատական համակարգը ղեկավարում է կառավարությունը։ Լավ կլինի մյուս զեկույցներում ու հաշվետվություններում իրականությունը ներառենք։ Բացառիկ իրադարձություն։ ԿՊԱ-ականները համաձայն չեն եվրոպացի գործընկերների հետ։ Պնդում են Հայաստանում կարծիքի համար մարդկանց չեն դատում։ Հայաստանի Հանրապետությունում կարծիք արտահայտելու համար ոչ մեկի չեն դատել 2018 թվականից հետո։ Լրագրողները Խուդատյանին հիշեցնում են փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի, բարերար Սամվել Կարապետյանի եւ բոլոր այն քաղաքացիների ձերբակալությունները, որոնք տեղի են ունեցել իշխանությանը ոչ հաճո հայտարարություններ անելու համար։ Դրա համար չեն ձերբակալել վստահաբար։ Բայց ինչ հանցավոր արարքի համար են ձերբակալվել, չի կարողանում ասել Խուդատյանը։ Իսկ խորհրդարանի դահլիճում Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Խաչատրյանը եվրոպացի գործընկերներին հիշեցրել է, որ հայ քաղբանտարկյալներ կան ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի բանտերում։ Մի քանի տասնյակ հայեր Բաքվի բանտում են։ Վեհաժողովը պետք է պահանջի նրանց անհապաղ ազատ արձակումը։ Ադրբեջանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեին վտարել է երկրից եւ հայ գերիներն այժմ կապ չունեն արտաքին աշխարհի հետ եւ ոչ ոք չգիտի թե ինչ է կատարվում նրանց հետ։ Կադրերից երևում է ինչքան տառապանք կա նրանց դեմքին։ Խաչատրյանը եվրոպացիների աչքի առաջ մերկացրել է Վաշինգտոնում ձեռք բերված հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղությունը։ Պատմել է Բաքվի առաջ քաշած նախապայմանների մասին, որոնք վերջ չունեն։ Խաղաղություն բոլորն են ցանկանում, բայց արդարության վրա հիմնված խաղաղություն։ Ցավոք սրտի մենք չենք տեսնում Ադրբեջանի բարի կամքը խաղաղության համար։ Այդ երկիրը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի տարածքից 200 քառակուսի կիլոմետր, միջամտում է Հայաստանի ներքին գործերին։ Իդեպ Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Երևանյան Եվրանեստին։ Եվրախորհրդարանի փաստաթղթերը եւ հայտարարությունները հակասում են Ադրբեջանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, այսպես են Բաքվում բացատրել բոյկոտը։ Լիլիթ Գասպարյան, Կարինե Մանգասարյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։